Մեծարգո փոխոսնակ, մեծ հետևող սիրելի քաղաքացիներ, Աննա Գրիգորյանը նեղվել է, որ իր խոսքի միայն մի մասն է տարածվել, որտեղ նա մասնավորապես ասում է Արարատը մերն է, Արագածը մերն է, Խուստուփը մերն է, եւ հիմա ասում է, պարզվում է, տարածել են առանց մեր ինքնության մասն ասելով։ Այսինքն Աննա Գրիգորյանը այնուամենայնիվ նկատում է, ինչ միտք է արտաբերում եւ ինչ խնդիր է այն պարունակում։ Եվ իմ մոտ միշտ զարմանք է առաջացնում այն հանգամանքը, որ տիկին Աննա Գրիգորյանի պահանջատիրությունը սահմանափակվում է արևմուտք ու արևելքով։ Նա երբեք չի տարածվում դեպի հարավ։ Եվ գուցե նրան իր տերերը թույլ չեն տալիս տարածել այն դեպի հարավ, խոսել մեր պատմամշակութային անցյալի մասին։ Իսկ որ տիկին Աննա Գրիգորյանը փորձում է պաշտպանել այսպես խրոխտ իր ելույթով մեր ինքնությունը, մոռանում է շեֆին զգուշացնել իր իսկ հաջորդող ելույթի ընթացքում հայերենով տեքստը մի անգամ ավել կարդալ, որպեսզի չկմկմալ, որովհետև հայոց լեզուն մեր ինքնության անբաժանելի մասն է։ Տիկին Գրիգորյանը մոռացել է իր շեֆին զգուշացնել, որպեսզի հայ առաքելական եկեղեցին Հայաստան դաշինքի շտաբ չվերածնի, որովհետև հայ առաքելական եկեղեցին իմ եւ ձեր սիրելի քաղաքացիների ինքնության անբաժանելի մասն է։ Տիկին Գրիգորյանը մոռանում է իր շեֆին ասել, որ վերջապես հայր մերը վերից վար ասի, որովհետև թերևս գիտի, որ ունակ չէ։ Տիկին Գրիգորյանը, որ անընդհատ մեզ ասում է, որ ինքը Սյունիքից է այսպես հպարտանում է դրանով, չնայած Սյունիքից լինելը իրապես հպարտանալու առիթ է, մոռանում է, որ իր շեֆը բանակցել է մեղրին հանձնելու մասին։ Եվ արդյոք տիկին Գրիգորյան մեղրին մեր ինքնության անբաժանելի մասը չէ։ Շատ են սիրում ստեղ մանիպուլացնել, ասելով, թե նման բան տեղի չի ունեցել։ Եվ ես այսօր չալարեցի եւ կրկին նայեցի Ազատության ռեպորտաժը հստակ մեջբերումներով, որտեղ որ Ռոբերտ Քոչարյանը Յակոբ Մինսկի ներկայացուցիչների, երեք պետությունների ներկայացուցիչների հետ խոսել է մասնավորապես այն խնդրի մասին, որը առաջանալու է մեղրին տալուց հետո, երբ որ կխզվի Իրանի հետ կապը։ Ռոբերտ Քոչարյանը ուղիղ ցիտում եմ, ասում եմ. Կլինենք 3 թուրքերով շրջապատված եւ նրանց մերձավոր զարմիկներով։ Սա վտանգավոր է, իսկ Վրաստանը անկայուն է։ Իրանի հետ սահմանի պահպանելու անհրաժեշտության հարցը մնում է, ասում է Ռոբերտ Քոչարյանը բանակցությունների ընթացքում։ Իսկ մեղրին սիրելի քաղաքացիներ, մնացել է Հայաստանինը, մնացել է Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը հմուտ բանակցող է, այ մեղրին իր կյանքով պահել են այստեղ, այս դալիճում Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը։ Մեղրին մնացել է հայկական, որովհետեւ իրենք կյանքի գնով այն պահպանել են։ Մեկ այլ արկածախնդրություն իհարկե այն է, ինչ տեղ ունեցավ Լեռնային Ղարաբաղում Ռոբերտ Քոչարյանի եւ իր համակիրների դաշնակցության ուղիղ միջամտությամբ։ Կարող էր հայկական բնակչությամբ մնալ Լեռնային Ղարաբաղը, բայց չմնաց այդպիսին, որովհետեւ Բրատիսլավա բանակցելու չգնացին։ Փոխարենը գիտենք ինչ արեցին։ Փոխարենը գիտենք ում ինչ էին արգելում անել։ Եվ Լեռնային Ղարաբաղը, որ կարող էր մնալ հայերով բնակեցված, Լեռնային Ղարաբաղը եւ իր պատմամշակութային հուշարձանը, որը մենք կարող էինք այցելել եւ վայելել, այդպիսին չէ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է ամեն բանի հանուն իր սեփական իշխանության։ Կրիստինե Վարդանյանն ասում է, որ խաղաղ էին տարիները։ Այդ սողացող պատերազմի տարիներին զոհվող տղաները մեր տղեկը չէին, իրանց մահը մահ չէր, իրանց ընտանիքների սուքը սուք չէր, ո՞նց են իրենք այդպես ասում, կամ արտագաղթը չեն նկատել, լավ, եթե պատերազմ չկար, ինչ էին մեր տղեկին փախցնում բանակներից, գուցե որտեվ այդքան էլ խաղաղ չէր։ Հաջորդ անգամ, երբ որ կփորձեն մեզնից պաշտպանել հայ ինքնությունը, թող նախ նայեն հայլու մեջ, հետո նայեն Ռոբերտ Քոչարյանի դեմքին ու լուր նստեն, որովհետև հայ ինքնությունը մեզնից պաշտպանել պետք չէ։ Մենք ենք, որ պաշտպանում ենք հայ ինքնությունը, գումար ենք ներդնում եկեղեցիների վերակառուցման, իրենց շուրջ ենթակառուցվածքների պահպանության մեջ, արգելում ենք մեր հայ առաքելական եկեղեցու գույքը օտարել մտերիմներին, այդ մենք ենք պաշտպանում հայ ինքնությունը։ Եվ հունիսի 7-ը այո, մեր պետության, պետականության, անկախության, ինքնության համար ընտրություններ են։ Եվ ես վստահ եմ,
որ մենք հաղթելու ենք, ոչ թե որովհետև մեր ընդդիմությունը Ռոբերտ Քոչյանն է, այս էլ մի հատ այլ բլեֆ է, որ տենց ընդդիմադիրները ասում են, դե քանի իրանց ընդդիմությունը Ռոբերտ Քոչյանն է, իրանք հայել ընտրվելու են, չէ՞։ Մենք չենք ընտրվում, որովհետև մեր ընդդիմությունը Ռոբերտ Քոչյանն է։ Մենք ընտրվում ենք, որովհետև մենք լավն ենք։ Մենք ընտրվում ենք, որովհետև մենք անկեղծ ենք, որովհետև չենք թալանում, մենք աշխատում ենք։ Մենք մեր քաղաքացիներին լսում ենք։ Երբ համաձայն չեն, էլի լսում ենք, լուր լսում ենք, չենք սպանում։ Չենք համաձայնվում, բանավիճում ենք, բակեր ենք գնում, ուղիղ եթերով ենք գնում։ Մենք ընտրվելու ենք, որովհետև մենք խոստացել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաղաղություն, մենք բերել ենք այդ խաղաղությունը, մենք խոստացել ենք արժանապատվություն եւ հայի հիմա արժանապատիվ է։ Բժիշկ արժանապատիվ է, Տիկին Գյուրեխյանը շատ է սիրում այս մասին խոսալ, ամեն անգամ ասելու է, ես ամեն անգամ կրկնելու եմ, որ հիմա 5-6 ամիս աշխատավարձ չեն սպասում։ Խոսում է թոշակառուների մասին, ասեմ, թոշակառուն էլ 5-6 ամիս չի սպասում թոշակի։ Արժանապատիվ կյանքով են ապրում մեր տարեցները։ Եվ որ իրենց հանդիպում ենք, մեզ ասում են չթույլ տակ մեզ մենակ մնալ իրանց հետ։ Դուք հոտար եք։ Դրա համար չեք ընտրվել։ Բոլոր նախկին ընտրությունները գիտենք ոնց են եղել, չեք ընտրվելու եւ հաղթելու է հայ ժողովուրդը։ Թույլ չի տալու, որպեսզի դուք տիրանաք իրենց ազատությանը, իրենց քվեին, հանուն ձեր մի քանի կոպեկի։ Շնորհակալություն։ Տագուհի Ղազարյան, հաջորդ ելույթի համար դահլիճում չի։ Արուսյակ Ջուլակյան, համեցեք։ Շնորհակալ եմ, հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք, հիշեցնեմ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնը համալրելու հարցը եւ ես պարոն Կարապետյան ներողություն եմ խնդրում ձեզնից, որ ձեր տեխնատության վերաբերյալ քննարկումը հերթական անգամ վերածվել է իշխանության եւ ընդդիմության բանավեճի բոլորովին ոչ ձեր հետ կապված եւ ինքս էլ նույնը պետք է անեմ, ներողամտությունն եմ հայցում։ Սկսեմ բարեվարկությունից, պարոն Դանելյանը հարցնում էր արդյոք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա համարձակություն բարեվարկությունը ստուգման ենթարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի պարոն Դանելյան ենթարկել է երկու հարցով կարծեմ նույնիսկ որոշում է կայացրել վարչապետը այդ որոշման հիման վրա ներողություն է խնդրել եւ համարձակությունը տեղում է ամեն բան նորմալ է Եվ չեմ ուզում պատկերացնեմ, թե ինչ կլիներ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ, երբ Նիկոլ Փաշինյանի փոխարեն իրենք նման եզրակացություն տային Ռոբերտ Քոչյանի վերաբերյալ։ Նրանք կամ լավագույն դեպքում կդառնային անդամալույց, վատագույն դեպքում կննջեին խաղաղությամբ։ Այս կապակցությամբ հերթական անգամ հիշեցի Առավոտ օրաթերթի 2001 թվականի հոկտեմբերի 16-ի թերթի գլխագիրը։ Շաբաթ օրը նախագահ Քոչարյանը կյանքում առաջին անգամ այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահ։ Զոհեր չկան։ Այս գլխագրի մեջ ներպարփակված է ամբողջությամբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների ողջ էությունը, սիրելի գործընկերներ։ Հիմա Տիկին Գյուրեխյանի հայտարարությունների մասին։ Արցախը հանձնում է Ադրբեջանին եւ դա կոչում անկախություն։ Հարգելի գործընկերներ, բոլորը շատ լավ գիտեն, թե ով է Արցախը հանձնել Ադրբեջանին։ Բոլորը գիտեն, թե ովքեր են հետևողականորեն ջանքեր գործադրել, որ վերջի վերջո անկախը ենթարկվի էթնիկ զտման։ Առհասարակ ձեր սովորությունն է դարերի ընթացքում ամեն բան անել, որ հայաբնակ տարածքը հայաթափվի, հետո սկսել պայքարել հայերի այդ հայաթափված տարածք վերադառնալու համար։ Դադարեցրեք, հերիք է։ Հայաստանը հանձնելու եք Ադրբեջանին։ Հարգելի գործընկերներ, դուք արդեն ամեն բան արել եք, հա, ձեր իշխանության տարիներին, որ այդ թեզը լեգիտիմացվի։ Գնացել եք, բանակցել եք Մեղրին հանձնելու, փոխանակելու շուրջ ու խոսում եք Հայաստանը հանձնելու մասին։ Չի կարելի։ Ամոթ է։ Այս նույն շրջանակներում անդրադառնամ Տիկին Գրիգորյանի հետևյալ խոսքին։ Կարող է մի օր Հայաստանը անվանեք օկուպանտ։ Ձեր համար վատ նորություն ունեմ,
պարոն Քոչարյանը իր գործողություններով, իր իշխանության տարիներին արդեն իսկ ամեն բան արել է, որ Հայաստանը անվանվի օկուպանտ։ Մասնավորապես, երբ Լեռնային Ղարաբաղին դուրս է թողել բանակցությունների սեղանից եւ ասել է, որ Հայաստանը կբանակցի Լեռնային Ղարաբաղի փոխարեն, նա դրանով ասել է, որ Հայաստանը օկուպանտ է։ Երբ վերջինս ասել է, որ մենք կարող ենք Ղարաբաղը փոխանակել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի հետ, նա դրանով ասել է, որ Հայաստանը օկուպանտ է։ Միջազգային հարթակներից ցեղասպանության ճանաչման հարցը հանելու վերաբերյալ։ Ես նորից ստիպված եմ ձեզ հիշեցնել, հարգելի գործընկերներ, սիրելի Տիկին Գյուրեղյան, ձեր առաջնորդը, ձեր արտաքին գործերի նախարարը հայտարարել են, որ եթե Թուրքիան բացի Հայաստան-Թուրքիա սահմանը, հաջորդ իսկ օրը իրենք կթռնեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ կհամոզեն իրենց այնտեղի գործընկերներին ցեղասպանության ճանաչման հարցը հանել քննարկումից այնտեղի պարլամենտում։ Հիշեցնում եմ սա ձեզ, խնդրում եմ լավ հիշեք։ Մենք եղել ենք 10 տարի եւ չի եղել պատերազմ։ Հարգելի գործընկերներ, նախ ինչու պետք է լիներ պատերազմ, երբ Ադրբեջանը նոր էր պատերազմից դուրս եկել եւ որևէ կոնդիցիա չուներ։ Պարտված պատերազմից դուրս էր եկել եւ պատերազմելու որևէ վիճակ, պատրաստություն, որպես այդպեսին չուներ եւ հերիք չի ինքը պարտված էր, պատրաստ չէր պատերազմելու, մի հատ էլ Ռոբերտ Քոչարյանը բանակցությունների փաթեթից հնարավոր ամեն բան զիջում էր, կտոր զիջում էր։ Ինչի պետքա պատերազմեր Ադրբեջանը, որն էր լինելու մոտիվացիան, եթե սենց թենենց բանակցային սեղանի վրա իր համար կտոր ստանում էր իր ուզած ամեն ինչ։ Տիկին Վարդանյան ասում է 21 թվականին խոստացել էիք խաղաղություն բերել։ Հա, խոստացել ենք եւ բերել ենք։ Խոստացել ենք եւ հիմա ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է եւ այդ դրա համար է, որ ամեն բան անում եք, որ այդ հաստատված խաղաղությունը նորից վերադառնա ձեր ուզած կոնդիցիային։ Չի լինելու, թույլ չենք տալու եւ մեր ժողովուրդը դա թույլ չի տալու։ Բացահայտում Ալիևն է ձեր խաղաղության երաշխավորը։ Հարգելի գործընկերներ, մեռանք ասելով, որ խաղաղության երաշխավորը այն երկրներն են, որոնք իրար հետ պատերազմել են, եթե երկու երկիր, ասում եմ ենք այլևս, չենք պատերազմում։ Այո, իրենք են դառնում այդ խաղաղության երաշխավորը եւ որևէ այլ երաշխավոր երբեք չի կարող երաշխավորել այդ խաղաղությունը։ Եվ այո, Ալիևը խաղաղության երաշխավոր է եւ Նիկոլ Փաշինյանն է խաղաղության երաշխավոր։ Երկու երկրների ղեկավարները խաղաղության երաշխավոր են եւ սա պետք է նկատի ունենալ։ Ով կարա Ղարաբաղցուն ասի մի գնա քո հայրենիք։ Ոչ ոք չի կարող Ղարաբաղցուն ասել մի գնա քո հայրենիք, հարգելի գործընկերներ։ Մենք ընդամենը ուզում ենք, որ անկեղծ լինեք այդ մարդկանց հետ եւ ասեք, որ հայրենիք գնալը նշանակում է գնալ Ադրբեջան, Ադրբեջանի օրենքներով, Ադրբեջանի քաղաքացու կարգավիճակով, Ադրբեջանի դրոշի ներքո, առանց որևէ երաշխիքի։ Ինքներդ շատ լավ գիտեք, որ որևէ երաշխիք չի կարող լինել։ Այլ հարց, Տիկին Գյուրեղյան, որ այս կոնտեքստում նաև խոսում եք ինչ որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի եւ նրանց անվտանգության երաշխիքների մասին։ Ադրբեջանցիներ եք հրավիրում Հայաստան ու երաշխավորներ եք, հա, իրենց համար ուզում բերել Տիկին Գյուրեղյան Հայաստանի Հանրապետություն։ Հենց այս խոսակցությունը չունենալու համար է, որ ասում ենք, որ մեր կառավարությունը չի խոսելու, չի բանակցելու Լեռնային Ղարաբաղցիների վերադարձի հարց։ Լեռնային Ղարաբաղ, այո, եւ դա կարծում եմ շատ պարզ է, այդտեղ որևէ բան չկա։ Մարիա Կարապետյանի մասին, պարոն Մինասյան, ես ձեզ խնդրում եմ, հորդորեք ձեր գործընկերոջը Տիկին Վարդանյանին հարգալից խոսել գործընկերների մասին։ Այդ ակնարկները, որ ինքն անում է, առաջարկում եմ չանել, որովհետև եթե մտնենք այդ դաշտ, վստահաբար լավ լույսի ներքո չեք հայտնվելու դուք եւ
Հույս ունեմ, որ իր կյանքի որևէ փուլում Տիկին Վարդանյանը կհասցնի գոնե անել այնքան բան Հայաստանի Հանրապետության համար, որքան այո, արդեն իսկ հասցրել է անել Տիկին Կարապետյանը։ Հույս ունեմ, որ կհասցնի, բայց քանի որ մենք խոսում ենք կոռուպցիայի մասին, հերթական նույն հարցը ստամ։ Ես դեռ հիշում եմ, որ ձեզ հորդորել եմ մի անգամ հարցնել, գոնե մեկ անգամ հարցնել փոքրիկ իշխանին, պարոն Մինասյան, որտեղից էր այդուհանդերձ ինքը վերցրել 22 տարեկանում այն 1 միլիարդ 72 միլիոն դրամը, որով գնեց Նաիրի ինշուրանս ընկերության վերահսկող փաթեթը։ Խնդրում եմ հարցրեք, քանի որ կոռուպցիայի մասին խոսեցինք, այն 200 միլիոն դոլարի պահովել, էլի, եթե դեմ չեք, խնդրում եմ, խնդրեք պարոն Քոչարյանին վերադարձնել 200 միլիոն դրամը Հայաստանի Հանրապետությանը, որը կարելի է այո օգտագործել Լեռնային Ղարաբաղի մեր բնակիչների կարիքները հոգալու համար։ Եվ վերջում Տիկին Գյուրեղյան, չուկ չակ չարակ չակ, ձեր գնացքը արդեն հեռացել է։ Շնորհակալ եմ։